Ուրեմն ոնց ասեցի, այսօր մանրամասն դիտարկելու ենք, հասկանալու ենք, թե ինչի մասին է առհասարակ Սուրբ Հարության Զատիկի տոնը։ Մինչև ես կսկսեմ խոսելը, կուզենայի ձեզնից կարծիք իմանայի, կուզեի հասկանայի, ում համար է ցուկ ուտելու օր, ում համար է գինի խմելու օր, բայց ավելի լուրջ մեկնաբանեմ հարցս, ինչի համար Քրիստոս հարություն առավ։ Պատասխանեք, ինչի համար Քրիստոս հարություն առավ։ Դե ինքը կատարյալ էր, արտար էր, այո, միանշանակ։ Լավ, ինչ կլիներ, եթե Հիսուս հարություն չառներ։ Նայեք, այն մարդիկ, ովքեր առաջի անգամ են այստեղ եւ առաջի անգամ են այս մասին լսելու, այստեղից գնալուց իրենք հնարավորություն ունեն խորը քրիստոնեական գիտակցությամբ այստեղից գնալ։ Ոմանք էլ հնարավորություն ունեն փոխված կյանքերով գնալու, բայց ոմանց համար էլ այս պատգամը, որը պիտի լսեք, հնարավոր է, որ ծառայի որպես դատապարտություն, որպես դժոխքի ճամփա։ Հիմա կասեք, այդ ոնց դու ելնից քարոզես, հələ մարդիկ երթան դժոխք, այո։ 2000 տարիներ հարություն է քարոզվում, բայց մարդիկ այնպես են ապրում, կարծես թե Քրիստոս ոչ զոհաբերվել է, ոչ հարություն է առել, ոչ էլ սրա մասին լսած կային։ Մի հատված կկարտամ Գործք առաքելոցից, ով իզրայելացի մարդիկ, այս խոսքերը լսեցեք, խոսացողը Պետրոս առաքյալն է Իսրայելի ժողովրդի հետ։ Հիսուս Քրիստոսին, Հիսուս Նազովրեցին, այն մարդը, որ Աստվածանից ցույց տրվեցավ ձեզանում, զորություններով, հրաշքներով եւ նշաններով, որ Աստված նրա ձեռով արավ ձեր միջումը, ինչպես դուք էլ գիտեք նրան, որ Աստծո սահմանված խորհրդով եւ կանխագիտությունով մատնված էր, առակ անօրենների ձեռքով փայդի վրա բևեռած սպանեցիք։ Սա մեկ Աստծո ընտրյալ ազգներ, բայց Աստծո նախասահմանած կանխագիտության պես վերցրեցին իրենց իսկ արարչին, որը մարմին էր առած, տարան եւ սպանեցին։ Անօրենների ձեռով։ Անօրենները այդ ժամանակ եւ հիմա էլ այն մարդիկ են, ովքեր ըստ Աստվածաշնչի չեն հավատում, հետանոց են կամ ցանկացած դավանաբանության։ Որին Աստված հարություն տվավ մահի ցավերը լուծելով, որտեվ կարելի չէր, որ նա բռնվեր նրանից, այսինքն Հիսուսը բռնվեր մահից, այսինքն մահանար եւ վերջ։ Անկամ գերեզմանը չկարողացավ Հիսուսին տանել, չկարողացավ իր մեջ պահել։ Գիտեք ինչի։ Որտեվ ինքը կյանքն էր։ Վասնզի Դավիթն ասում է նրա համար. Առաջուց տեսնում էի Տիրոջն ամեն ժամանակ իմ առաջին, որ իմ աջ կողմն է, որ չսասանիմ։ Սրա համար իմ սիրն ուրախ եղավ եւ լեզուս ցնծացավ եւ իմ մարմինը հույսով կբնակվի, որովհետեւ իմ անձը չես թողնի գերեզմանում եւ ոչ էլ քո սուրբին ապագանություն տեսնել կտաս։ Ամեն սիրելիներս, Տերորդն եմ։ Եկեք մի կարճ աղոթք անենք եւ շարունակենք։ Տեր, շնորհակալ ենք այսօրվա համար։ Խնդրում եմ օրհնիր իմաստություն դու, որովհետեւ կարողանամ քո արարածներին, քո մարդկանց իրապես խոսքը փոխանցել եւ տալ այն նկարագիրը, թե ինչ է հարությունը, ինչ է զատիկը։
Դու խոսես, դու փառավորվես եւ նրանց ականջներն ու սիրտն էլ դու բացես։ Հիսուսի անունով ամեն։ Որտեղից է արմատավորված զատիկը։ Ինչ է նշանակում զատիկ։ Կներես հարց եմ տալիս մեր նոր մարդկանց, ինչ է նշանակում զատիկ։ Ինչ է նշանակում։ Ինչից։ Լավ։ Զատկիտոնը եբրայերեն նշանակում է պասեք։ Զատիկ հայկական թարգմանությունը իր մեջ ներառում է զատել, ոչ թե այն մրջունը, միջադը, զատիկներն որ կտնեն ծովերի վրա բան, զատել, անջատել։ Ինչ նպատակ կհետապնդե հենց այդ բառը, ինչ է ցույց տալիս։ Քրիստոնեության գաղափարախոսության մեջ ուշադիր եղեք։ Հիսուս ամեն իրեն ընդունողին զատեց մեղքից եւ աշխարհից։ Սա մեկ։ Երկրորդը։ Հրեական համատեքստի շրջանակներում սա հիշադակի արարողություն էր։ Ինչ հիշադակի։ Հրեա ազգը, որ ընտրյալ ազգ էր Աստծո կողմից, իր խստապարանության եւ անաստվածության պատճառով ընկել էր 400 տարի գերության մեջ։ Ինչպես այսօր մարդիկ գերի են աշխարհին մեղքի համակարգին եւ Աստված զատեց, ազատեց հրեա ազգին Մովսես մարգարեի միջոցով Եգիպտոսի, որն ուներ աշխարհի մեղավոր համակարգի հետանոսության եւ այլ խորհուրդը եւ ազատեց գերությունից։ Ինչպես նախ մոտ 9 պատուհասներ բերեց Եգիպտոսի վրա, խփեց գետերին, հարվածեց գետերին, արյուն տարան, հարվածեց բուսականությանը, հարվածեց կենտանիներին, մարախներով եւ գորտերով լցրեց Եգիպտոսը։ Եվ երբ որ այդ ամենը արեց, դրանից հետո ասում է, որբեսի իմանաք, որ ես եմ Աստված։ Եգիպտոսը ուներ բնության Աստված, հարվածեց բնությանը, ասես պատեուրա ծեր բնության Աստվածը։ Հարվածեց կենտանիներին, ասեց ուր է ծեր կենտանիների Աստվածը։ Հարվածեց ջրերին, ասեց ուր է ծեր հետանոսական ջրերի Աստվածը։ Եվ երբ որ այս ամբողջ պատուհասները եկան Եգիպտոսի վրա, մեկ պատուհաս էլ կար։ Ասեց մորտեք անարատ գառը Իսրայելին։ Քսեք ծեր դրան սեմերին, հայերեն ասած կառոպկեքին։ Երբ որ սատագիճը գա, այսինքն մահու հրեշտակը անցնի, որտեղ տեսնի այդ այրունը, այնտեղ պիտի չհարվածի։ Եվ նույն գիշերվա մեջ հրեա ազգի առաջնեկները ողջ մնացին, Եգիպտոսի բոլոր առաջնեկները ոչնչացան։ Բաուրաց էր բժշկության Աստվածը։ Արյունը, որը դրանդիկներին սկսվեց հրեա ազգի, խորհուրդն ուներ Քրիստոսի արյան։ Գառը, որ պիտի լիներ 1 տարեկան անարատ գառ, անարատ, առանց որևիցե արատ չունեցող, այդ գառը մորտվեց եւ սկսվեց դրանդիկներին, խորհուրդն էր այն բանի, որ երբ որ Քրիստոսի արյունով ծածկվում ենք մենք, երբ որ գալիս է մահը, մենք պաշտպանված ենք եւ այստեղ տեսնում ենք, որ այո, ով հավատա, թեև մեռնի կաբրի հավիտյան, այսինքն հարության գաղափարախոսությունն է կրկին եւ Քրիստոսի զոհաբերության։ Երկրորդը, երբ որ Եգիպտոսից ազատեց հրեաներին, ասեց ձեր հետ թթխմորով հաց չվերցնեք, այլ կվերցնեք առանց թթխմոր բաղարիչները, հացերը, ինչի համար։ Եգիպտական
հետանոսական սովորության մեջ այսպիսի բան կար, երբ որ մեկին հարս էին տանում, մենք գիտենք, որ Իսրայելը ներկայանում է որպես կին, հարս, ինչպես հիմա եկեղեցին։ Երբ որ մեկին հայրական ընտանիքից վերցնում եւ հարս էին տանում, ինքը իր հետ պետք է իր հայրական տնից խմորած հաց վերցներ, թթխմոր վերցներ, որպեսզի իր կեսրանց տունը նույնպես շարունակեր ինքը հաց թխել։ Այդպիսի սովորույթ ունեին։ Բայց երբ որ Աստված ասում է այնտեղից թթխմոր չվերցնեք, այսինքն Եգիպտոսի սովորությունները, եգիպտական այդ հետանոսական ավանդույթները, մեղքը չվերցնեք ցեզ հետ։ Նույն ձև եւ քրիստոնյաներին է ասում, երբ որ ապաշխարում եք եւ գալիս եք Աստծուն, ձեր հետ աշխարհի սովորույթները մի քվերցրեք։ Ուրեմն տեսանք գարի զոհաբերությունը, որ Քրիստոսի խորհրդապատկերն էր, տեսանք, որ անթթխմոր հաց էր, այսինքն չպիտի իրենց հետ վերցնեին, եւ նաեւ ասեց ամեն տարի այսօրը ձեր հետ վերցրեք դառը, նախ այդ վաղ վերցրին իրանց հետ, եւ դրանից հետո ասում է, երբ որ այս Զադիգի տոնը արդեն Աստված օֆիցիալ կերպով տալիս է Իսրայելին, ասում է, նաև կուտեք դառը խոդեր, որն էլ ցես պիտի հիշացնի Եգիպտոսի դառնությունը։ Եվ երբ որ Տեր Հիսուս Քրիստոսն իր աշակերտների դավաք 5 շաբթի նստեց Սատկի սեղանին, այնտեղ էր գառնել, անթթխմոր հացնել եւ դառը խոդերով կերագուրնել, բայց այնտեղ չենք տեսնի ներգացու եւ այլ, սա արդեն երկրորդ մասն է հորինվածքի, բայց ճշմարտության մեջ մենք տեսանք կար Քրիստոսի խորհրդապատկեր, կար անթթխմոր հացը, որը խորհուրդն ունի, որ երբ որ դու եկար Քրիստոսի մոտ, ուրեմն աշխարհի սովորույթները քեզ հետ չպիտի բերես քրիստոնեական դաշտ, եւ կար դառը խոդերը, որը պիտի հիշացներ Իսրայելին իրենց ստրգության տարիները, մեզ էլ կհիշացնի ինչը աշխարհի կյանքը, որի մեջ մենք ապրել ենք դառը կեղդոտ կյանք։ Զատկի տոնը նպատակ ուներ հիշեցնելու Աստծո հզոր փրկությունը, թե ինչպես գառան միջոցով փրկեց, պահպանել ժողովրդի հիշողությունը, իրենց պատմության կարևորությունը, սերունդներին փոխանցել հավատքի արժեքը եւ մինչեւ օրս մենք երբ որ խոսում ենք Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերության մասին, մենք մեր քրիստոնեական սերունդներին փոխանցում ենք այդ հավատքի արժեքը եւ այդ միջոցով էլ ամրապնդում ենք համայնքին իրար շուրջ։ Կարակ ասեք գառը ոնց էին ուտում հրեաները։ Խորոված։ Գառը պիտի խորվեր եւ այն ժամանակ, երբ որ ուտում էին, գոտիներ էին կապում, ամբողջական սրբագործվում էին, պատրաստվում էին, նոր էին մոտենում այդ կերագուրին։ Առասարակ այդ տոնակատարությունը Քրիստոնեության մեջ այն ինչը նոր մենք դիտարկեցինք եբրայական եւ հին կտակարանյան կոնտեքստում, սա դիտարկվում է որպես Քրիստոսի հարության եւ մահվան հաղթանակի խորհրդանիշ։ Ինչի համար Քրիստոս հարություն առավ։ Կրկին վերադառնում ենք այդ հարցին։ Ուրեմն նայեք, սիրելիներս, Եդեմում հիշում եք, որ ասեց այն օրը, երբ ուտեք այս բերքից կմեռնեք մահով։ Լսել եք։ Այդ օրը, երբ որ Ադամն ու Եվան կերան, մեռան ֆիզիկապես։ Ոչ։ Հոգեպես մահացան։ Այսինքն ինչ տեղի ունեցավ։ Աստված մտնում է Եդեմ եւ ասում է՝ ուր ես Ադամ, ցույց տալով, որ մարդ Աստված հարաբերությունը մեղքի պատճառով բաժանվել է։ Մեղքը պատճառ հանդիսացավ մարդ Աստված հարաբերության բաժանման, որովհետև Աստված մեղավոր եւ պիղծ բանի հետ չի հարաբերվում։ Բացի այն, որ մեղքի վարձքը մահը տարավ, հոգեպես մարդը մահացավ, այն նաև որպես ֆիզիոլոգիական մահվան առիթ տարավ։
Աստվածաշունչն ասում է մեղքի վարձքը մահն է։ Ուշադիր եղեք այս կարևոր կենտրոնական գաղափարին։ Մեղավոր ես պիտի մեռնես։ Բայց դրանով չի սահմանափակում, մի հատ ուրիշ տեղ ասում է եւ այնուհետեւ դա դաստան։ Մեղավոր ես, մահացար անմիջապես դժոխք։ Սա Աստվածաշունչն է ասում։ Մեղքի վարձքը մահն է, մարդուն սահմանված է մեկ անգամ մահ, այնուհետև դադաստան, ինչը կուզեք ֆռծրեք, այդ է Աստծո խոսքը ասում։ Մեռար դժոխք, հավիտենական տանջանք։ Մենք շատ կսենք Հիսուս եկա, որ մեզի փրկե։ Ինչից փրկե։ Դժոխքից։ Կսե դե մեղքերի համար, մեղքերը ները։ Հա, բայց ինչի համար, մեղքը մի բան կանի, չէ՞ մարդու հետ։ Դժոխք կտանի, դրա համար է Հիսուս եկավ եւ հիշեք, մեղքի վարձքն է մահը։ Մենք մեղավոր ենք եւ պիտի մահանանք։ Հիմա սիրելիներս ուշադիր ֆիքսեք այս պահը։ Հիսուս խաչի վրա մահացավ, վճարելով մեր մեղքի վարձքը, մեր փոխարեն։ Ինչի համար հենց ամենակարող Աստված այս կատարեց։ Մեղքը գործվել էր ում հանդեպ։ Հիմա նայեք, եթե մեղքի վարձքը մահն էր, եթե ես մեղավոր մեկս գնայի խաչելության, ինձ սպանեին։ Ես կկրնանայի զոհաբերություն եղնել մեղքերի թողության համար։ Չէ, որովհետև ինքն ավերաբար կդառնար իմ մեղքի վարձքը, մեղավոր եմ մեռա։ Եվ հետո քանի որ մեղքը կատարվել էր ամենակարող եւ կատարյալ Սուրբ Աստծո հանդեպ, չէր կարա ինչ որ մի արարած գնար եւ փրկագին դառնար։ Սա մի տեսակ ցածր կլիներ, որովհետև վերջը համենակարող Աստծո հանդեպ այդ մեղքը կատարվի։ Եվ ինչ է տեղի ունենում։ Ատիմոթեոս 3:16 եւ այդնապես մեծ աստվածպաշտության խորհուրդը Աստված հայտնվեց մարմնով։ Աստված որբեսի իր կատարյալ բարգությունը բավարարի եւ արտարացիորեն փրկի իր թշնամիներին, որտեղ Աստվածաշունչն ասում է, որ մինչդեռ մենք թշնամի ենք, Քրիստոս մեզ համար մեռավ։ Ինքն է մարմին առնում եւ գալիս մեզ համար խաչվելու։ Ինչու Հիսուս հարություն առավ։ Խաչվելուց հետո պատկերացրեք Քրիստոս խաչվեր։ Լավ, եթե մեղքի վարձքը մահն է, այնուհետև դադաստան, հələ մի հատ պատկերացրեք, էլի Հիսուս խաչվել է, մահացել է, ու էլի մահվան հարցը չի լուծվել։ Մարդիկ էլի մեռնում, վերանում են ֆիզիոլոգիապես, վերջնական։ Հույս չեն ունենա հարության, դե մեռել է, մեղավոր ես, պիտի մեռնես Աստծո խոսքը, գսե հոգեպես է կերտան հավիտենապես դժոխք։ Հիսուսի կատարած զոհաբերությունը առանց հարության կունենար որևիցե նշանակություն։ Նայ, խնդիրը վարձքն էր մեղքի, մահը։ Եվ Քրիստոսն եկավ այդ մահվան խնդիրը լուծելու։ Դժոխքի խնդիրը լուծելու։ Հարությունը, ինչպես ասեցինք, մոմ տանելու մասին չէ տունը։ Հարությունը մրջունիկների մասին չէ։ Հարությունը աջը ծրած խոտերի մասին չէ, ծվի մասին չէ։ Ամենակարող Աստված է եկե մահացեք, մեղքի վարձքը վճարեք քու համար։ Որ հաղթի մահվան, հարությունը հաղթանակն է Քրիստոսի։ Հիսուս հարություն առավ, որբեսի կատարվի աստվածային խոստումը, Աստված խոստացել էր անգամ Եդեմի պարտեզում, ասում էր թշնամություն եմ տնում, Եվային ասեց, քո եւ օծի սերունդների միջև։ Նա քո կարշապարը կխայտի եւ դու կտրորես իր գլուխը, այսինքն այդ սերունդը եւ կնոջի ծնված սերունդը պիտի ջախջախեր օծի գլուխը։ Պիտի վճարեր բոլորիս։ Մենք ենք մեղավոր, ինքն է վարձքը վճարը, ինչ կանով է դի գարտար։ Ամենաանարտար բանն է տեղի ունեցել։
Ու ինչ տեղի կունենա։ Տեղի կունենա աստվածային խոստման կատարում։ Հիսուսն ինքը բազմիցս կանխագուշակեց կամ ասեց մարգարեացավ իր հարության մասին։ Սա նշանակում է, որ ուշադիր եղեք սիրելիներս, Քրիստոսի հարությունը պատմական փաստարկված է եւ գիտական ապացուցված է։ Եվ Քրիստոսի հարությունը ապացուցում է, որ Աստծո խոսքը շիտակ է։ Ինչ որ գրվել էր հազարավոր տարիներ առաջ Դավթի բերանով 1000 տարի հետո կատարվում է Քրիստոսի միջոցով։ Հիսուսը ավարտեց փրկչագործության իր մեսիական աշխատանքը հարության միջոցով։ Եթե ինքը մեռներ ու հարություն չառներ, սա կնշանակեր, որ այն է, էլի մահմելի մարդիկ կմեռնին, էլի փրկության շանս չկա, էլի հարության շանս չկա։ Խաչի վրա Հիսուսը վճարեց իմ ու քո մեղքերի պատճառով։ Ինքը հաղթահարեց մահին։ Ցույց կտա, որ Հիսուսն ուներ Աստծո բնույթը։ Մահը չկրծավ այդ կյանքը, այդ զորությունը պահեր իր մեջ։ Ինքը հաղթեց մահին։ Կարաքսեք, ինչի հաղթեց։ Արա դե սորս էս դրա մասին։ Ինքը հաղթելու կարիք չուներ։ Մենք ունեինք։ Մենք որբեսի մենք իր հարության պես հարություն առնենք վերջին օրը, դրա համար ինքը հարություն առավ։ Որբեսի իր հարության միջոցով մենք էլ կարողանանք փրկվենք։ Անցնենք մահի միջով ֆիզիոլոգիապես, բայց կրկին հարություն առնենք։ Այդ միջոցով Հիսուս արտարացրեց հավատացյալներից։ Հավատացյալներին արտարացրեց։ Մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեր արտարացման համար։ Հռոմեացիների 4:25 այդպես է ասում։ Հարությունը նոր կյանքի օրինակն է։ Երբ որ մենք հարությունը լավագույն կերպով ուսումնասիրում ենք, Աստվածաշունչը մեզ ասում է ինչ։ Մարմինը եւ արյունը չեն մտնելու երկինք։ Այսինքն այս մարդ արարածը չի մտնելու երկինք։ Հարության միջոցով է, որ մենք առնելու ենք նոր հրեշտակային մարմին, որը ունի այս ֆիզիոլոգիական արյունը եւ մեղավոր բնույթը եւ մտնենք սա կրկին հարության միջոցով։ Եվ հարությունից հետո է, որ Աստվածաշնչում նկարագրվում է մեզ համար մնացած խոստացյալ բաները։ Նոր երկիր, նոր երկինք, Աստծո ներկայություն, որտեղ չկա լաց, չկա սով, չկա ամեն ինչ հարության։ Ինչ կլիներ ուրեմն, եթե հարությունը չլիներ։ Քրիստոնեությունը կեղներ մուսուլմանիզմի, բուդդիզմի մնացածի պես կրոն։ Ինչ որ մի հատ կրոն կամ չերը եղնի։ Ինչ կեղներ։ Մեր աստվածաբանության մեջ մեր Գյումրու կենտրոն մկրտական եկեղեցու աստվածաբանության մեջ կունենա լուրջ հետևանք։ Հավատքը կեղներ անիմաստ։ Պողոսը ասում է, եթե Քրիստոս հարություն չի առել, ապա մեր քարոզությունը սին է եւ նաեւ ծեր հավատքը։ Պատկերացրեք, եթե Քրիստոս հարություն չառներ, ծննդոս գրքից մինչև հայտնության գիրքը սին բդեղներ, սուտ բդեղներ։ Հավատալու, բռնվելու տեղ չէինք ունենա։ Երաշխիք չէր լինի մեղքերի թողության։ Մեղքերը կմնային առանց վճարված։ Մեղքերը չէին ունենա, մարդիկ չէին ունենա փրկագնություն։ Հիսուս մեռավ ու մնացած Բուդդայի, բանի, Մուհամեդի, Ցզեդունի մնացածի պես Լաոչինի, Մաոչինի այնտեղ 1000 ու մի կրոններ կա ու նաև կովապաշտ
հնդիկների կրիշնայի պես կմեռներ ու կթաղվեր, կփտեր, կվերանար։ Էլ ուր կմնար մահվան հանդեպ հաղթանակը։ Չէր եղնի առանց հարության փրկության հույսը։ Հույսը կբացակայեր մեր մոտից։ Հավատացյալները չէին ունենա հույս հավիտենական կյանքի, եւ սա ասում է առաջի Կորինթացիների 15:19, երբ ասում է, եթե միայն այս կյանքին ենք ապավինած, ուրեմն բոլոր մարդկանցից ավելի ողորմած ենք։ Ուրեմն կնշանակի, որ ողորմելի վիճակում ենք։ Մենակ ես մի 100 տարի է, 50 տարի է, 20 տարի է, մեկս 30-40 տարի է։ Այս կյանքին պետք է ապավինենք, դե կեր խմե փորդ լից բրձի, ամեն մեկս մեր եսի մասին պետք է մտածենք, պետք է մենակ այստեղ արդեն քրիստոնեական կյանքի մասին, Քրիստոսին նմանվելու մասին արդեն խոսք չի եղնի նաև։ Կսեն ամենա կան չէ այդպես մարդիկ որ դե ինչ է եղել մենք կյանքում կապրենք ուտենք խմենք լավ ապրենք բրձնենք իրանցպես պետք է մտածենք եթե հարությունը չեղներ մեռնենք ու ասենք ինչով կտարբերվենք այդ հարության կամ փրկության հույս չունեցող մարդկանցից կեղնենք նույն ավելի խղճուկ վիճակում ոնց ունին կրոնական առաջնորդ որը ոչ մեղքին է հաղթե, ոչ մահին է հաղթե, ոչ մեղքի հարց է լուծե, այլ ում պետք կեղներ նման կրոնը։ Ժողովուրդ պարզ կխոսամ։ Առաքյալները, նայեք, ինչ տեղի ունեցավ։ Երբ որ գնացին, որբեսի Քրիստոսի մարմինը յուղովոց էին, տեսան գերեզմանը բացված, եւ երբ որ իմացան, որ Հիսուս հարություն է առաջին քայլին ինչ արեցին։ Գնացին վկայեցին մյուս աշակերտներին։ Հետո Հիսուս հայտնվավ, իրանք վկայեցին այն մյուսներին։ Ու երբ որ Հիսուս համբարձվում էր երկինք 500 հոգիներ, նաեւ բացի աշակերտներից մարդիկ կային, սիրելիներս, եւ այդ 500 հոգին ինչ բերանները փագին նստան, սկսին տարածել։ Եթե Քրիստոս հարություն չառներ, նորից Կորինթացիներին ասում է, որ առաքյալները կլինեն կեղծ վկաներ, քանի որ նրանք վկայեցին հարության մասին։ Այդ 500-ն էլ մնացածն էլ կեղծ վկաներ կեղնեին։ Մենք էլ կեղծ վկաներ կեղնեինք։ Դու աչքովդ չես տեսել Քրիստոսի հարությունը, քրիստոնյա չան։ Բայց ամեն վերստին ծնված մարդ, ով որ ունի իր մեջ հարություն առած Քրիստոսին, իր ապրած կյանքով կարա վկայ որ Քրիստոս հարություն է առել։ Իր ներքին վկայությամբ կարա ասա որ Հիսուս հարություն է առել։ Պատմական ակնարկներով կարա ասի որ Հիսուս հարություն է առել եւ կարա ասի որ սին բարկերի վարկերի մտքերի գաղափարների համար չէ որ առաքյալները գնացին ու մորտվան։ Եթե չեղներ հարության հույսը, եթե չեղներ մահվան հանդեպ հաղթանակը, խի բդի Պետրոսը երթար գլխի վայր խաչվեր։ Խի բդի մեկին նիզակի ցցին հանեին։ Գիտեք այն ժամանակ քարադում էին, ձիերով կապում քարադում էին մարդկանց, կտրում էին քրիստոնյաներին։ Խի բդի Պողոսին գլխատեին։ Խի բդի մեր հայերը Թադեոսին ու Քրիստոս Բարդուղեմիոսին կաշիները քերտեին ու խաչեին Հայաստանում շեշտում եմ հատուկ մենք առաջինն ենք գիտեք երբ որ Պողոսին կտանեին գլխադելու այնտեղ երբ որ իր վերջի բաններ քայլներ որ ինքը պետք է ստար հռոմ ու այնտեղ պիտի գլխատվեր եկեղեցին չէր ուզում ասեց Ձեր համար լավ է որ ես մնամ, բայց իմ համար լավ է որ ես գնամ։ Եթե հարության հույսը չունենար, եթե փրկության հույսը չունենար, այդ խի պետք է իմ համար լավ է, երբ որ ես գնամ։ Այսօր մեր քույր եղբայրներ կան, ովքեր միսիոներական դասարան ունին, ովքեր տեղյակ են, թե ինչպիսի պետություններ եւ վտանգավոր տեղերում են Քրիստոս քարոզում եւ կարա վաղը մահանան։ Սպանեն իրանց, եթե հարությունը չեղներ, այդ ինչ մե դուխով բդերտ այնպես բանեն էին։ Եթե Քրիստոս հարություն չի առել, ապա դեռ մեր մեղքերի մեջ ենք։ Առաջի Կորինթացի 15:17
Մենակ Քրիստոսի հարությանը մոտիկից ծանոթացած մարդն է, որ մեղքերից կխուսափե։ Եթե Քրիստոս հարություն չի առնի ինչ-որ մի մարդու համար, այդ զադիգն է իրանց համար մի հատ ծվիգի օր է, դիգ մի հատ բան կնշանակե, որ այդ մարդիկ մեղքի մեջ դոփում են։ Հարության գաղափարն է, որ մեզնից սարքում է քրիստոնյա եւ հարությունը ու հրգությունը ճիշտ գիտակցող։ Եվս մի քիչ ու կվերջացնենք։ Քրիստոնեությունը կլիներ անհետետություն առանց հարության։ Հավատքը կկորցներ իր հիմքը, ու մենք չենք ունենա աշխարհից մնացած չագերծյալ կրոններից տարբերակիչ նշանը։ Քրիստոնյաների ողնաշարը, տարբերակիչ նշանը դա Քրիստոսի հարությունն է։ Բոլոր կրոնական առաջնորդները մեռան ու չկան։ Հիսուս հարություն առավ եւ հավիտյան կա ու կլինի։ Մեր եկեղեցին աստվածաբանական խորը ուսումնասիրությամբ շեշտադրում է, որ հարությունը պարզապես հավատքի խնդիր չէ։ Կհավատամ կամ չեմ հավատա։ Սա պատմական 100,000% իրողություն է, որի վրա հիմնված է մեր ամբողջ հավատամքը, վարտապետությունը, առանց որի չէ լինի ոչ փրկություն, ոչ էլ հավերժական կյանքի հույս։ Եթե մեկը խորապես չի հասկացել, թե ինչ է արել Հիսուս Քրիստոս։ Եթե մեկը չունի իր մեջ հարություն առած Քրիստոսին, ինքը մեռած մարդ է մեղքերի մեջ եւ մոռացեք, որ նաեւ կարողանա խոսա հավիտենական կյանքից եւ փրկությունից։ Հովանո Ավետարան 3:3-ն ասում է, եթե մեկը վերստին չծնվի, չի մտնելու երկինք։ Եվ այդ վերստին ծնունդն է Սուրբ Հոգու միջոցով մենք ստանում ենք կրկին ու կրկին Քրիստոսի հանդեպ հավատքով։ Հայր Աստծու կողմից մեզ շնորհված կենարար եւ փրկող հավատքով։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Ոտքի կանգնեք աղոթենք։ Տեր, գիտեմ, որ այս կատարյալ եւ հզոր զոհաբերությունը մարդկանց համար արժեք չունի։ Այս մեծ գաղափարը փոխարինվեց ծգի, ծվի, կրոնական ծիսակարգերի, երբ մեղավորը մտածում է, թե մոմ տանելով պիտի քեզ մոտենա, բայց չունի հարության գիտակցությունը, հենց հարության օրվա մեջ, գիտեմ, որ նաև Տեր, մենք էլ նրանից էինք, նրանց մեջ էինք, եւ շնորհակալ ենք, որ քո Քրիստոսի, քո որդու արյան միջոցով մեզ զատեցիր, տվեցիր հարության հույսը, տվեցիր մահվան հանդեպ հաղթանակի հույսը, կխնդրեմ մեր ընտանիքների համար, մեր հարազատների համար, Տեր, եթե կամքդ է գործես նրանց սրտերում եւ որ նրանք էլ քեզ ճանաչեն եւ փրկվեն։ Դու ասեցիր, որ առանց հարության հույսի ոչինչ է մեր հավատամքը, մեր ապրած կյանքը, ամեն ինչ։ Դատապարտված ենք կրկին դժոխքի։ Եվ ասեցիր, որ ով հավատա քո որդուն, այսինքն ամբողջական կատարած աշխատանքին թեև մեռնի պիտի ապրի։ Ուսի խնդրում եմ ապրեցրու, կյանք շնորհի, կպիր մեր ավետարանած մարդկանց սրտերին։
Դուր գիտակցություն ես դահլիճում ամեն մեկին ովքեր որ կան։ Թե ինչ մեծ զոհ ես տվել Տեր։ Թող չտարվին պարապ կրոնազբաղությամբ։ Այլ իրապես գիտակցեն, թե ինչ մեծ զոհ ես տվել։ Եվ ինչպես ես հաղթե մահին։ Հիսուսի սուրբ անունով կխնդրեմ։ Ամեն։ Ամեն։ Սիրելիներս, նստեք։